Բարերեգո սիրելի հերոստատիդոներ, ըստ երևույթին օր չանցնիր, երբ մայր հայրենիքներս եւ սփյուռքի դարածքին Քաչագորովի ճշմարտախոս հայորդիմը հանդես չիկար իր Քաչագորովի արդայություններով եւ բացահայտումներով ուղված մեր արդեն շատերուս հայտնի դարձած այդ նախկին քողապետականներու մասին Նախքան այդ մանրամասները ներկայացնելը պետք է նշենք, որ գիշեք մոտ 4-5 ամիս առաջ, երբ հին քողապետական, հին ռեժիմականները հրավառություն սկսած էին ընել նախագահ Թրամփի իբրև թե այսպես կոչված Սիլիբիլի վերապերյալ հանդեպ նախագահ Պուտինին, եւ մենք այն ժամանակը բարձրացանեցինք, որ այդ Թրամփյան Սիլիբիլին իրականության մեջ պիտի վերածվի Թրամփյան Թրամփինգի, այսինքն լավը ուժեր հարվածիմը, որ աշխարհակաղակական իսկական բատկերը մեզի ցույց կտա եւ Պուտինյան այդ ցախողությունը Ուկրաինայի մեջ առավել եւս պիտի ասենք հստականա եւ արդեն հիմակվա օրերուն մենք բազմաբիսի աղբյուրները իրազեկված ենք, որ արևմուտքը, հավաքական արևմուտքը ինչքան վճռականությամբ Ուկրաինային զորակցելու համար ռազմական օգնություն կներկայացնի, որովհետև Պուտինը, ռուսական դաշնության մենադեր նախագահ Պուտինը իր արդարոց բարվելագերով կփորձե ասենք մանիպուլյացիայի ենթարկել հավաքական արևմուտքը, մինչ արդեն հավաքական արևմուտքը օրս օրե գստագեցնե իր գեցվածքը, որ այլևս թույլ պիտի չտա եվրոպական մայրցամաքի մեջ գայսերապաշտական նկրդումներ հետապնդող պետություններու այդ քաղաքականության ընթացքը։ Եվ այս բարակային պետք է նշենք, որ մենք գործ ունենք ԱԲԿ Եվրոպայի հետ եւ նաեւ գործ ունենք ԱԲԿ այսպես կոչված ռուսական դաշնության հետ, որ ինչպես որ անգլերեն գսեն right sizing of the Russian Federation կնշանակի ռուսական դաշնությունը իր ճիշտ չափին պիտի բերվի եւ կնշանակի որ 27 փոքրամասնություններ, որոնք բռնի գերբով գծված են օրինակ համար չեչենները, ասենք դարբեր փոքրամասնություններ բռնի գերբով ենթարկված են ռուսական դաշնության, պիտի մեկը մյուսին հետևեն անկախանան եւ մենք արդեն ականադես պիտի լանք Ռուսաստանի իրական չափի, իրական դարողության։ Եվ այդ ժամանակը մենք պիտի նաեւ հարց տանք Հայաստանի 5-րդ Չարասյան Ռոբերտ Քոչարյաններուն, Սերժ Սարգսյաններուն քարիքին բերում, որ ինչպիսի ԱԲԿ կսպասե իրենց համար։ Իրենց համար ԱԲԿ գա, իհարկե չի գա, որովհետև իբադի մեր ժողովուրդը արդեն եւ Հայաստաններս եւ Սփյուռքի դարածքին զարթոնք կաբրի եւ ամեն օր նոր հայտնություններ արդեն մենք ականադես կլանք եւ պետք է ասել, որ իբադի նորակույն գեցված ճշտով անձնավորություններեն մեկադը Հայրխորեն Հովանեսյանը իբադի իրեն կանադային ինքնաակսորեն վերադարձավ Հայաստան իր կյանքը վտանգելով։ Հիմա վերջերս մենք ականադես եղանք եւս մեկ նվիրյալ հոգեվորականիմը դեր Արամ Ասադարյանը, որ ատկան քաչորեն ելույթ ունեցավ, սկսավ ելույթ ունենալ եւ մենք իր քրարումներուն ականադես ենք եւ իր քրարումները մեկու մեջը գսե թե ինքը ովևէ գեբ դրամատիկ չէ դեղի դալու սպառնալիքներու եւ ովևէ դեսագի ժխտական կորձունեթան, որ կգադարվի Քարեքին երկրորդի գողմե։ Ուրեմն Քարեքին երկրորդ Գդրիչ Ներսեսյան Գոչեսյալը եւ իր մաֆիան եւ որում մաս կգազմե Արեմդյան Միացյալ Նահանգներու թեմական առաջնորդ Հովնան Դերդերյանը, Մոսկվայի եզրասը եւ այլ, ասենք, եպիսկոպոսներ կամ չարք եպիսկոպոսներ, ուրեմն այս մարդիկը ինքնաբացահայտման ընթացքի մեջ են եւ նաեւ
Հայաստանի թադա իրավական համագարկը սկսած է որոշ շապով կործել, մենք հույս ունենք, որ առավել եւս գուժեղանա թադա իրավական համագարկը, որովհետեւ երկու գլխավոր խնդիրներ լուծվին։ Մեկը ապօրինի յուրացումներու բռնականությունը, լիագադար բռնականությունը եւ հանցակործություն կատարածներու ազատազրկումը, որոնք այսօր դժբախտաբար իրենց ցանած գերց թադավորներու միջոցով այսօր ազատության մեջ գվայլեն իրենց թալանածը եւ որոնց հերթին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց թուլաները։ Ուրեմն պետք է ասի վերջ գտնա։ Եվ այս արդիվ մենք լավ գլավ որ այս դեսանյութին զանոթանանք, որ մենք կպիտի առաջարկեի, որ իմ հայտնի հրապարակախոս բարոն Ոսկան Մխիթարյանը իր ագնարկը ներկայացնե։ Հիմա ես ինչս է, ես ուղղակի ամոթով եմ մնացել այս իրադարձություններից եւ մենք մինչեւ այսօր փորձում ենք այս խոհանոցի երդերը դուրս չանենք, որովհետեւ մեր բոլոր ժողովուրդը կենից պատկաստ է եւ չի կայտարկվում։ Բայց ըստ երևույթին այսօր ասում կամքն է, որ այս բոլորը որպեսզի ասում ներկանան հաստատվեցավ այս վերջին օրերուն եւ ամիսներուն, որ այս համագարկը ուղղակի պետության դեմ գաշտար Գարավարության Այդ մասին բարձրաձայնել է նաև Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Ասատրյանը եւ նրա նկատմամբ նույնպես հալածանքներ են սկսվել, երևի տեսել եք աջակցող խումբ է ձևավորվել, գյուղացիներն ասում են, որ թույլ չեն տա նրան կարգալույծ անել, այս հարցը ձեզ ինչպես կլուծվի։ Նայեցեք, այս հարցը պետք է ժողովուրդը իր հովիվի կողքին կան։ Ես միայն գարջ օրինակ դամ, երբ որ ես եկա այստեղ վառնա, այսինքն ինչ ասեք չարեցի։ Բայց երբ որ ժողովուրդը համախմբված է իր հովիվի շուրջ, ոչ ոք չի կարող ոչ մի բան։ Այսինքն մենք այսօր փաստորեն այստեղ փորձենք ժողովուրդը իր հոգիչը նայեցեք, ժողովուրդը օգնեց իրանցից։ Այսինքն գիտե որ իրենք այլևս անկանոն համագարկ է։ Եվ իրենց լիազորությունները այսօր եթե իրենց ցերկեն առնվին, իրենք այլևս անելու ոչ մի բան ունեն։ Տեր Արամը ինչ ասեց։ Նոր խորքի մեջ նոր բացահայտում չարեց Տեր Արամ։ Ասեց այն ինչ որ ասում է դարիներ, տասնյակ դարիներ, բայց որովհետև իրենք չեն ընդունում, որ մեկը իրենց համագարկի ընդմեջից ելնի եւ այս բացահայտումը ունի։ Ես ադոր բան չէ, որևէ մեկ հոգևորական, որ որևէ մեկ ոչ թե բացահայտում ունի, եթե բարձավես ցայինը մի քիչ բարձրացնի եւ կամ արդահայտե իր դիրքը դա արկիլված է, այսինքն մենք ունենք համագարկը, որ ըստրգացուցած է հավատացյալները եւ ըստրգացուցած է հոգևորականները եւ խոսքը ոչ թե միայն Տեր Արամի կամ քահանաներու մասին։ Ես այսօր գրնամ ասել մեր եպիսկոպոսները այսօր ըստրգացած են Պարսաստիճան։ Ինչից է վախենում։ Ինչից ես չեմ հասկանում։ Այսինքն այդքան արժանապատվություն պիտի ունենաս, որ դու ասելու հերիք։ Մի բան եթե սուտ է ասում 2, 3, 4, բայց երբ որ ամեն օր ծեր ամոթներ բացահայտվում են, մի տեղ պիտի կա, որ եպիսկոպոսը կամ հոգևորականը, ինչպես այս բարակային Տեր Արամը, արժանապատվություն պիտի ունենա, որ ասի հերիքա, ցավեցինք, քանակը ոսկորին հասա, դուք ինչ եք ուզում այս եկեղեցուց։ Ինչ որ արեցիք այս եկեղեցուն, թուրքը չի արել։ Բարոն Մխիթարյան, արդյոք կարելի է մեր հերոստատիտողներուն իրազեկել Տեր Արամի հայտնության մասին եւ ինչպիսի ճակատագիր կսպասի իրեն եւ նաեւ իր միջոցով մեր ժողովրդին։ Բարոն Չապարյան, ահավասիկ հոգևորականը, բարին ամբողջական արմով իսկական հոգևորականը, քաչարի հովիվը, որ չվախնար ճշմարտությունը բացահայտել է։ Արամ քահանան հստակ կերպով հայտարարեց, որ եկեղեցին փդացության մեջ է եւ Պարսաստիճան եկեղեցականությունը անդարբեր է այս բոլորի նկատմամբ եւ գոչ գուղե, որ հանուն հայ ժողովրդին եկեղեցին մղվի թեպի ինքնամաքրման
եւ բարենորոգումի։ Արամ քահանայի այս անգերց հայտարարությունները փոթորիկ ստեղծած են անշուշտ որու մոտ Քարեքին Գաթողոսեն սկսած ինչպես նաև իր բոլոր արփանյակներու մոտ բոլոր անոնք որոնք Քարեքին Գաթողոսի բնագեն գշտանան հացահատիկեն գշտանան Արամ քահանայի քաչությունը բիդի վարագիչ դառնա մեր բոլոր եկեղեցականներուն մենք վստահ ենք որ Արամ քահանային պես գան շատեր արդեն օրինակ հրաբարագի վրա այդ ուղղությամբ կխոսի քաչարի Մերկոնյան քահանան Բուլգարիո մեջ վառնային իր ելույթներ ունենա անգեղձորեն փոխանցելով հայ ժողովրդին որ հայ եկեղեցու վիճակը ինչ է եւ թուք սիրելիներ որպես ժողովուրդ որպես եկեղեցի ինչ պետք է անեք փրկելու համար եկեղեցին այն եկեղեցականներեն որոնք կչարաշահեն որոնք աստուծոդունը աղոթադուն ընելու փոխարեն ըրած են վաճառադուն ահավասիկ դեր Արմեն Մերկոնյանին գմիանա ուրիշ քաչարի քահանամը դեր Արամ քահանան Ջագադեն պետք է ամփոփել այդ քահանային որ հագարակ քահանան լալուն ընտանիք ունի ի վերջո պետք է մտածի ընտանիքի մասին ինք շատ լավ գիտե որ անպարտաբան ղեկավարությունը եկեղեցվո գրնազի գարկազուր քրճագել բայց այդ բոլորին չվախնար Արամ քահանան որովհետև գահավադա ճշմարտության գահավադա ավետարանին եւ բացահայտորեն գտրսեվորե իր ներքին ապրումները որովհետև գահավադա որ եկեղեցին բարենորոգման պետք ունի այս հայտարարությունները սիրելի քահանա եւ վարդապետ եւ եպիսկոպոս հոգեվոր եղբայրներ պետք է վարագիչ չլա մի վախնակ Ստալինյան դարիները չէ այո 25 տարի է Քարեքին Գաթողոս որպես Ստալին մենադերն է Հայաստանյաց առաքելական եկեղեցու եւ սուր գջոջե ցախ աչ բոլորդ գիտեք ամեն անգամ կգրտենք 140 ավելի եկեղեցականներ գարկազրկված են ասոնց մեջ որքան արժանավոր եկեղեցականներ կան որոնք կրնային մեծ զարայություն մատուցանել մեր ժողովրդին բայց այդ բոլորը անդեսվեցան որովհետև Քարեքին Գաթողոս չհավատար ավետարանի սկզբունքներուն գարք ու կանոնի չհավատար օրինազանցություն է իր ըրածը ինք օրենք է վերը ես եմ օրենքը գսե դժբախտաբար հայ ժողովուրդը մանավանդ ղեկավար դարեր ասիկա ցավով գսեմ հանդուրժեցին 25 տարիներ եւ որևէ փողոք չներկայացուցին մասնավորապես մեր ռամգավար եղբայրները բարեգործականի շրջանակը այո ցերկվեներով եւ բարդատրապար Քարեքին Գաթողոս բռնակրավեց այդ աթորը բայց երբ որ դեսակ որ գեղեցե եկեղեցին ցայն պետք է բարձրացնեիք սիրելի ռամգավար եղբայրներ բարեգործականի մեր եղբայրները հնչակյան մեր եղբայրները բոլոր դա ցայն մի բարձրացնեք որովհետեւ եկեղեցին դուք եք եկեղեցին Գաթողոսը չէ արքեպիսկոպոսը չէ անոնք սպասավորներն են եկեղեցու եթե չփողոքեք բամը չփոխվիր մենադերն է եկեղեցու բռնագալ մնե Քարեքին Գաթողոս 4 կողմնայցեք սիրելիներ գա թեմագալ առաջնորդը որ ինք չէ որոշած Արեմդյան եզերքեն Արևելյան եզերքեն Կանադա Ֆրանսա ուր որ գուզեք ինք կորոշե մեկը փերանը չգնար փանալ այն որ փերանը կփանա գարկազուկ կհրճակվի արդեն այս բոլորի թիմած ինչ պիտի ենենք մենք հոսը որ պիտի հավաքվենք գլուխ գլխի պիտի դանք եւ
բիդի բարդատրենք մեր Պարսաստիճան եկեղեցականության ընդհանուր հոգևորականության մասնավորապես վանական համալիրներուն, որ վերադեսության ենթարկեն կանոնակրությունը, որբեսի եկեղեցին երթա ինքնամաքրման ուրիշ ծև չկա։ Այսօր Արամ քահանան քաչություն ունեցավ հայտարարելու։ Մենք կոչ կուղենք մյուս բոլոր թշկող քահանաներուն եւ վարդապետներուն ունեցեք քաչությունը սիրելիներ, անկորձ չեք մնար։ Եկեղեցիները ժողովրդին կպատկանին, չպատկանին ոչ կաթողիկոսին, ոչ դեղույն առաջնորդին, ժողովրդին կպատկանին։ Մեզ համար մեծ ուրախություն է, որ Հովաննա վանքի շուրջ գտնվող ժողովուրդը քաչարի հայտարարություններ գնե, քահանայի գողքին ասելով, որ նույնիսկ եթե կաթողիկոսը գարքազուր քրչագե, մենք չենք ընդունիր։ Անգամ եւս հիշեցնեմ մեր սիրելի ժողովրդին, օծումը մեկը չկրնար առնել, բադիժներու ծևերգան, բայց չես կրնար քահանային ասել, որ տուն այսուհետև քահանա չես, այնքան ադեմ որ հայ եկեղեցվով վարդապետության թեմ չէ կործած այդ քահանան։ Հետևաբար այսօր օրինակները մեր 4 կողմն են, բոլորանք որոնք ծանոթ չեն, անգամ եւս հիշեցնենք, այսօր Գլենդեյլի մեջ անգախ եկեղեցի կա եւ լեցուն է ամեն գիրագի, որտեղ ժողովուրդը տեսավ, որ այդտեղ գտնվող արժանավոր քահանաները արհամարհված են դեղույն առաջնորդին կողմեն, որովհետև չէին հանձնած իրենց կալվածները ափսեի վրա առաջնորդարանին։ Ապլենդի Սուրբ Խաչ եկեղեցին նույն անգախ եկեղեցին է, բայց խուրներամ ժողովուրդ կա այդտեղ ամեն գիրագի։ Նույնը պիտի լա Արամ քահանայի բարակային եւ մենք ուրախ ենք, որ Հովաննա վանքի ժողովուրդը արդեն ոտքի կանգնած է եւ կբանջե իր քահանային իրավունքները։ Հասած է ժամանակը, սիրելիներ, որ Արամ քահանաները շատնան ամենուրեք։ Նույն բաղլությունը Բուլգարիա էր, բարեբախտաբար արժանավոր քահանամ այդտեղ այդ բոլորը լուծեց եւ ժողովուրդը ուրախ է։ 6 տարի է Վարնայի եկեղեցին հովիվ չունիր։ Գրնակ երևակայել ինչ ցավ պետք է պատճառը բարձակույն հոգևորականության, որ մեր եկեղեցվո մեջ հավատացյալներ քահանա չունին եւ գերտան խորհրդակատարությունները կատարելու օտար եկեղեցվո մեջ բուլգար քահանայի մգոմ է։ Ասիկա մեծակույն ապտակն է հայ ժողովրդին։ Հոգևոր եղբայրներ, չեք անդրադառնալ, լուր գեցած եք, լրությունը այս բարակային մեղսակցությունը մեր եկեղեցին ջահիջի մեջ է։ Պիտի անպայման ջահիջեն դուրս բերենք եւ որովհետեւ կարենանք մեր ժողովրդի համակորձակցությամբ այդ բոլորը հաջողցնել, պիտի քաչալերեն այն հոգևորականները, որոնք քաչություն ունին դեր Արմենին պես, դեր Արամին պես բացահայտելու ճշմարտությունները։ Այսուհետև մեր եկեղեցին այս ցևով չգրնար շարունակել։ Մեր գոչը ոչ միայն հոգևորականության է, մեր գոչը նաև է մեր ժողովրդին իսպյուրս աշխարհի։ Մի ընդունիկ ցեզի բարդատրված առաջնորդները, մի ընդունիկ ցեզի բարդատրված քահանաները։ Կարեկին Կաթողիկոս ինքը հայտարարել է, որ ես պիտի որոշեմ ով պիտի լա առաջնորդ, նույնիսկ առաջնորդները խլած այդ իրավունքը քահանացիան ատրվելու։ Երևակայեցեք, որ Կարեկին Կաթողիկոս այս միազնի մեջ նստած ինչ գիտե թե ինչ կարիք ունի Գլենդելի կամ Լոս Անջելեսի այս քաղուտը եւ այդ բոլորը ինք կբարդատրե դեղույն առաջնորդներուն եւ այդ առաջնորդները ստրգապար գահանազանտին այդ բոլորին։ Մինչ հայկական պետականությունը ազդակրական բայկար կմղե սերբազատվելու
ռուսական բռնազավթում է եւ հայկական pedagogian ինքնիշխանությունը, անկախությունը եւ պաշտպանությունը ուժեղացնելու նույնպես եւ հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցին իր հերթին բայկար գմղե որբեսի ցերպազատվի ռուսական հատկապես Ռուսաստանի FSB-ի գոմե մանիպուլյացիայի եւ ամբողջական ասենք վերահսկողության ենթարկված հայաստանյաց արաքելական եկեղեցին եւ ադոր մեխանիզմի անունը ես չէի գիտեր որոշ ժամանակ առաջ իրազեկվեցա եւ ռուսերեն գոչվի Բոլոժենիա ըստ երևույթին Բոլոժենիան այն մեխանիզմն է որ հայաստանյաց արաքելական եկեղեցու ինքնիշխանությունը գչնչե կվերացնե եւ ենթակա կդարձնե ռուսական կառավարության եւ ըստ երևույթին Բոլոժենյան որոշ ժամանակ ուժեղ կերպով կործած է սակայն երջանկայաշտակ Վասկեն առաջինի օրոք նույնպես եւ երջանկայաշտակ Կարեկին առաջին Սարգսյան վեապարներու օրոք Բոլոժենիայի ասելությունը որոշ չափով թեթևացած էր եւ հայաստանյաց արաքելական եկեղեցու ինքնիշխանությունը որոշ չափով ուժեղացած էր սակայն հոկտեմբեր 27-ի այդ չարապաստիկ օրը երբ հայկական pedagogian ղեկավարությունը գլխատվեցավ նույնպես եւ հայաստանյաց արաքելական եկեղեցին այդ օրը ընդրագեղձիկներու ճանապարհով Կարեկին երկրորդի ընդրությամբ ճագերդյալ ընդրությամբ վերստին բռնազավթվեցավ եւ վերստին ենթարկվեցավ Բոլոժենիային եւ ադոր համար է որ ես պիտի առաջարկեմ բարոն Մխիթարյանին որ մեզի իր դեսություն եւ ճանապարհային քարտեզը ներկայացնե թե ինչ դիբի ճանապարհային քարտեզ մենք պետք է զարգացնենք որբեսի նախկին սովետի դարածին ներառյալ Ուկրաինա, Ռումանիա, անշուշտ Ռումանիան արևելյան Եվրոպայի շրջանի մաս կգազմե, ասենք Ուկրաինան, Հայաստան, հատկապես Հայաստան, Վրաստան, այն բոլոր այն համայնքները, որտեղ հայերը գոյություն ունեն եւ հատկապես Հայաստանի մեջ, մենք ունենք այսօր 11 մարզ Հայաստանի մեջ, թշպախտաբար այդ 11 մարզերը ներկայացնող թեմական առաջնորդները բոլորն կնշանակվին Կարեկին B-ի գոմե, կնշանակի որ ազատ աշխարհի մեջ կորձող հայաստանյաց արաքելական եկեղեցու օրենսդրությունը չի կորձեր Հայաստանեններս ուրեմն բարոն Մխիթարյան ինչ է ծեր դեսությունը եւ ինչպիսի ճանապարհային քարտեզ կառաջարկեք որովհետեւ վերականգնվի ժողովրդավարությունը Հայաստանի թեմերեններս եւ յուրաքանչյուր թեմական առաջնորդ ոչ թե հաշվետու ըլլա Կարեկին բին, այլ հաշվետու ըլլա յուրաքանչյուրը իր թեմի ղեկավարներուն, որոնց չախշարից մեծամասնությունը աշխարհական պետք է ելան։ Բարոն Չապարյան, քանի ագնարգեցիք Բոլոժենիայի մասին, շատ հագիրճ ձևով ներկայացնեմ, որ փուն նպատականոր հայ եկեղեցին ստրգացնել էր եւ ենթարկել ռուս օրթոդոքս եկեղեցու եւ դժբախտաբար բավական երկար դեպեց այդ աշխատանքը իրենց կողմէ եւ գրցան ստրգացնել որու հետևանքով հետակային համայնավարության շրջանին ահագին եկեղեցականներ ակսորվեցան դեպի Սիբերիաներ եւ շատեր քննարկվեցան այսօր այդ մթնոլորտեն պետք է դուրս ելենք մենք մեր եկեղեցին ըլլալով ողնասյունը մեր ինքնության ռուս ժողովուրդը իր ղեկավարությամբ եւ իր եկեղեցիով շատ լավ գիտեր մեր եկեղեցիները հանդեպ մեր իշխանության եւ մեր ժողովրդի ինքնության աբասիկ ճիշտ անոր համար էր որ փորձեցի մեզ ստրգացնել բայց անգաղութենեն աստին մենք այդ մթնոլորտեն պետք է դուրս ելեինք արդեն դխրությունը հոն է որ Կարեկին Գաթողիկոս Կարեկին երկրորդ այդ օրեն որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի աթոռը բռնակրավեց
դարձավ նոր Ստալինը, դիկտատորը դարձավ։ Եվ այսօր ժամանակը հասած է, հասունցած է սիրելիներ, որ մենք այդ շղթան գդրենք անպայման, որովհետև մեր եկեղեցին դեմոկրատական եկեղեցի է, ժողովրդավար եկեղեցի է։ Մեր թեմերը գնդրվին ժողովուրդեն, ինչպես Սփյուռքի մեջ ցեզ մեջ շատեր ծանոթ են, թեև Սփյուռքի մեջ ալ գտեսնենք այդ բարդատրանքները, քիչ առաջ ակնարկեցի, բայց շատ ավելի խիստ է այդ մեկը Հայաստանի ներս, ուր ամբողջությամբ կանոնակրությունը խախտված է։ Հետևաբար մեր գոչը պիտի լա այն, որ Հայաստանի ներս եւ մանավանդ այդ արփանյակ երկիրների ներս, ուր գքերիշխե, ասենք, ռուսական դիրաբեդությունը, ուղագի կամ անուղագի, ժողովուրդը արտնությունը ապրի եւ դեր դառնա իր եկեղեցում։ Յուրաքանչյուր ձուղ շրջան, թեմ, պետք է գիտնա, որ ինքն է դերը, քարեկին գաթողոս, բարձաբես անվանական քոյությունը պետք է դառնա այդտեղ, բարոյական քոյություն, թե բարոյականություն չի մնացածում։ Հետևաբար ժողովուրդը պետք է դեր գանտնի եւ բարդատրե կանոնակրությունը իրենց թեմերեն ներս եւ իրենք պիտի լան անդրողը իրենց թեմագալ առաջնորդներուն չի կարելի որ քարեկին գաթողոս ինք որոշե թեմի առաջնորդը այսօր նայեցեք 4 կողմ Հայաստանի մեջ Ռուսաստանի առաջնորդը անպետք արարածը իր եղբայրն է Արաքածոտնի շրջանը քրոջը դղան է մնացածը իրենց քյուղացիներն են բոլոր այս հավաքածուն պետք է հերացվի եւ իրավունքը վերաթարնա ժողովրդին մեր եկեղեցին միշտ եղած է ժողովրդավար եկեղեցի սիրելիներ անդարբեր մի գտնվիկ ինձի ինչի հոգեբանության են դուրս ելենք եթե իսկապես կուզեք որ եկեղեցին իր արժանապատվությունը վերակտնե պետք է բոլորդ մասնագիտ լակ այս կորձարկին դեր կանգնեցեք ձեր եկեղեցիներուն որովհետև առանց ժողովրդի ամբողջական մասնակցության եկեղեցականներ պիտի չարաշահեն իրենց թիրքը մի վարանիկ խոսելու ճշմարտությունը եթե սխալ մգտեցնեք լաքահանա վարդապետ եպիսկոպոս գաթողոս խոսեցեք այդ մասին որտեղ ծեր իրավունքն է չմոռնաք որ այս բոլորը ծեր ցայներու ընդրությամբ է որ մեջտեղ գուքան եթե հավատացյալ եք եթե մգրդված եք հայ եկեղեցվո մգրդարանեն ներս ծեր արդար իրավունքն է դեր կանգնելու ծեր եկեղեցիներուն ժամանակը հասած է սիրելիներ նայեցեք Արամ քահանային նայեցեք այլ քահանաներուն դեր Արմենին Լոս Անջելեսի մեջ դեր Պետրոսին դեր Թավիթին դեր Քևորքին գանահակին քահանաներ որոնք անիրավված են քարեկին երկրորդի գոմե անստաբես որովհետև այդ բռնադերը պետք է հերացվի այդտեղեն եւ այդ քահին նստի շնորհալի հայրաբետը որ իսկապես կավադա ավետարանի սկզբունքներուն որ հիմնված է միայն սիրո վրա մեր դեր մեզ միայն սեր կառուցեց եւ սա որ եթե սեր ունիք ամեն ինչ գլուծվի ամեն դժվարություն գահալվի սիրո արջև այդ կնշանակե որ գուկա հանդուրժողություն գուկա հասկացողություն դժբախտաբար չկան այսօր այդ բռնադերը պետք է հերանա այդտեղեն անոր մեջ դուք կարևոր թեր ունիք սիրելի ժողովուրդ Ալլահ սփյուռքի մեջ եւ մասնավորապես հայրենիքի մեջ դեր կանգնեցեք ծեր եկեղեցիներուն եւ հերացուցեք բոլոր այդ վաճառականները որոնք սկեմի դակ բավդած հայ եկեղեցին գչարաշահեն եւ ծևովը մեր ինքնությունը գաղավաղեն նայեցեք միայն մենք չենք ոմանք անշուշտ ասեն ինչու իշխանությունը գխառնվի ացեզի նոր օրինակ մտամ Զելենսկին Ուկրաինայում մեջ
հստակ կերպով հայտարարեց դեղույն արքեպիսկոպոսին, որ ինքսիդ կհեռացնես Մոսկվայեն, որովհետև դու չես կրնար այդ ցևով ծառայել քու ժողովրդիդ։ Հետևաբար մեր իշխանությունն նույն բարոյական բարդավորություն ունի հեռացնելու գաթողոսը, որ իր հրահանգներ մինչև այսօր ստացած էր Մոսկվային։ Սիրելիներ, չմոռնաք, եկեղեցին թուգեք, դեր կանգնեցեք ձեր եկեղեցիներուն եւ մի վախնակ ճշմարտությունը բացահայտել է, որովհետեւ ճշմարտությունը արևի պես բայցար է, ուշ կամ գանուխ թեթև ամբերգուքան ծածկելու արևը, բայց արևը միշտ գծակի, արամներ, արմեններ, բեդրոսներ, թավիտներ, քևորքներ եւ ուրիշ եկեղեցականներ ոտքի ելեք, քաչ հայտարարեցեք, որ ճշմարտությունը ամեն բառը վեր է եւ հանուն ճշմարտության, եթե պետք է պիտի զոհվիք, որովհետեւ ժողովուրդը ծեր գողքին է, ժողովուրդը իմացած է ճշմարտությունը, հիմա կմնա որ հավաքվի իր արժանավոր եկեղեցականներու գողքին եւ հերացնե հայաստանյաց առաքելական եկեղեցին բոլոր փերեզակները, որոնք գշչարաշային եկեղեցին։ Ժամանակը հասած է սիրելիներ, Քրիստոսի պես արեք մդրագը ձեր ցերքին եւ Աստուծո դաջարեն վրընդեցեք բոլոր այդ վաճառականները, բոլոր այդ վաշխառուները, որոնք կշահագործեն եկեղեցին հանուն իրենց փառքին եւ հանուն իրենց անհատական շահամոլության եւ իրենց քրբանին։ Ժամանակը հասած է, ճշմարտությունը բացահայտել է, չվախնանք սիրելիներ։ Շնորհակալություն գայտնիկ բարոն Մխիթարյանին մեզի ներկայացնելու համար ճանապարհային քարտեզը, որ մեզի ուղղություն կտա, թե ինչպես բռնազավթված հայաստանյաց առաքելական եկեղեցին Բոլոջենիայի միջոցով մայր հայրենիքներս թեմական առաջնորդները, որոնք թրածո առաջնորդներ են, ճագերդյալ քարեկին բի գոմե նշանակված, որ իրավունք չունի այլևս ովևէ ասենք ամենան հայոց հայրաբեդի կա սպաղեցնող անձը ներգայիս կամ աբակայիս, այլ պետք է ազատ աշխարհի մեջ կորձող թեմերու նման Հայաստանի մեջ եւս թեմական առաջնորդները բարդավոր են ընդրել պատգամավորներու միջոցով եւ այդ մասին անոր ասենք գուսումնասիրե Հայաստանյաց առաքելական եկեղեցու օրենսդրությունը արդեն գիրազեկվի այնտեղ գտեսնե մեխանիզմը, որ ինչպես մենք կկարողանանք սերբազատվել Բոլոջենիային եւ անշուշտ պիտի արձագանքենք եւս մեկ անգամ մեր ժողովրդի վճռական գեցվածքը, թե ինչպես եւ ինչքան շուտ որ հնարավոր է հին քողապետականները ներառյալ քարեկին բ ժողովրդին թալանած եւ հայ եկեղեցու հարստությունը աբորունի յուրացած ոչ միայն աթորազրկվի եւ դառնա 15 կամ 16-րդ աթորազուրկ կաթողիկոսը, այլ նաեւ իր թալանածները եւ իր հետ միասին ամբողջ իր մաֆիայի թալանածները բոլորը բռնականցման ենթարկվին եւ իրենց ցնցոդիներով վերադառնան իրենց քյուղերը։